եւ առանձնացնելով երրորդ կետը ասել եք, որ ձեր ընտրությամբ կարևոր լիք տվեցիք մեր սրբության սրբոց մայրաքաղաքը Սուրբ Էջմիածինը կրկին ներկայացնելուց ազատելու գործընթացի։ Ինչ լիցքի մասին է խոսքը։ Ի վերջո ընտրություններում Էջմիածին քաղաքում կողմեր եւ ձեր քաղաքացիական պայմանագրի տեխնացուն եւ ընդդիմադիր մյուս տեխնացուն գրեթե նույն չափ ձայն է ստացել մոտ 100-ի տարբերություն է, այսինքն Էջմիածին քաղաքում կողմեր այդպես է աշխատել ձայները եւ հարաբերաբար եղել է որ համայնքների մեջ շատ ստացել, ինչի արդյունքով եւ հաղթել է քաղաքացիական պայմանագիրը, խոսքը ինչ լիցքի մասին է, ինչպես է դա ստացել այդ հավաքումը, ինչպես է իրացնելու, ի վերջո երբ է կարողանալու ձեր ասած հոգեվոր հավաքը եւ նկատելի է, որ այն եկեղեցիներում, որտեղ դուք Կիրակի օրերը չեք գնում պատարագին, մարդիկ չեն գնում, այդ թվում եւ ձեր աջակիցները, օրինակ Հովանավանք 2 անգամ գնացիք, ձեր հետևից եկել էին մարդիկ, երրորդ անգամ դուք Հովանավանք չգնացիք, նախընտրեցիք այլ եկեղեցի, այդպես էլ ոչ մեկ չգնաց եւ չմասնակցեց Ստեփան Ասատրյանի պատարագին շնորհակալություն։ Ես տեղյակ եմ, որ այնտեղ պատարակներ են տեղի ունենում եւ մարդիկ գնում են ոչ պակաս, քան գնում էին իմ գնալուց առաջ։ Եվ կամ դուք սխալ տեղեկություն ունեք, դուք եղել եք անձամբ այնտեղ։ Այո։ Դե գիտեք, ես գիտեմ, որ մարդիկ, ես էլ անձամբ չեմ եղել, բայց ես ինֆորմացիայի որոշակի գուցե ավելի հավաստի աղբյուրներ ունեմ, քան դուք, կներեք, գուցե կարող է դուք ավելի հավաստի աղբյուրներ ունեք, բայց ես ունեմ հավաստի աղբյուրներ եւ մարդիկ գնում են այնտեղ նորմալ հոգեվոր կյանքը շարունակվում է, ինչ վերաբերում է լիցքին, հենց այդ լիցքն է, լիցքի մասին է խոսքը, որ վաղ շաբաթում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրա տեխնացուն հաղթել են եւ ցանկացած քաղաքական տենց իրադարձություն լիցք է տալիս հենց վաղ շաբաթում նույնպես Էջմիածնում նույնպես։ Այսինքն հենց ինչ որ գրել էի այդ նկատի ունեի։ Հա ինչ վերաբերվում է մայրաթոռը ազատագրելու գործընթացին, գիտեք շատ տարբեր մեկնաբանություններ կան դրա հետ կապված, բայց այս դեպքն էլ է, նա որ էլի նոր կտակարանի ձևակերպումը շատ պատեհ է, որ ես հաճախ եմ օգտագործում, պիտի նայեք եւ պիտի չտեսնեք։ Մայրաթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Հոգեվոր հավաքը դե ամեն Կիրակի հոգեվոր հավաքը հենց հոգեվոր հավաք է։ Դե գիտեք Էջմիածնի կենտրոնական հրապարակի գաղափարը դեռ ընթացքի մեջ է կտեսնենք։ Նկատի ունեմ գիտեք ինչ այդ բաները որ հայտարարվում է, ի վերջո պետքա նաև արձանագրել, որ դա նաև երկխոսություն է, չէ, հանրության հետ եւ նաև որոշակի այդ գաղափարին հաջորդում են ուրիշ գաղափարներ, այդ գաղափարներին արձագանքելով մարդիկ ուրիշ առաջարկ են անում, այսինքն ամեն ինչ տենց կարծրացած չի եւ ինքը ճկուն process է, նկատի ունեմ այնպես չի, որ որևէ որոշմամբ հաստատել ենք, որ SS, կարևորը որ Հայաստանում հիմա ընդհանուր առմամբ ես պիտի ուրախությամբ եւ գոհունակությամբ արձանագրեմ, որ հոգեվոր նորոգման գործընթաց է տեղի ունենում։ Ես ուրիշ բան ասեմ, ես անձամբ մի քիչ այդ անձնական ընկալում է։ Ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգեվոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է։ Որովհետև ես այսօր չեմ գնում պատարակների որպես վարչապետ, որ նստում են այնտեղ փողկապներով խիստ պատվիրակություններ։ Ես նա գնում եմ որպես հայաստանյան առաքելական եկեղեցու շարքային հետևորդ եւ ինձ պահում եմ, կարող եմ պահել։ Ես այն մյուս ձևաչափերով չէի կարող այդպես պահել ինձ պատարակների ժամանակ, իսկ դրանից դուրս էլ պատարակի չէի կարող գնալ, որովհետև այդ ապա հոգեվորականության մթնոլորտը որ կար, որ հաստատված էր, դա շատ մեծ արգելք էր։ Հիմա այդ արգելքը հաղթահարված է, ամենամեծ խնդիրը լուծված է, որ ես այսօր որպես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու շարքային հետևորդ կարող եմ լիարժեք ապրել իմ հոգեվոր կյանքով եւ դա ամենակարևոր բանն է եւ ես ուզում եմ դա տեղի ունենա ընդհանուր առմամբ Հայաստանի բոլոր քաղաքացիների հետ ովքեր ունեն հոգեվոր կյանք։ Եվ միջալոց, երբ որ ես ասում եմ, որ հանրահավաք չի, դա պատարակ է, եւ ես ուրախ եմ նաեւ, որ մեր կուսակցությունը, մեր համախոհները, նրանք ովքեր հոգեվոր կյանք ունեն, նրանց հոգեվոր կյանքն էլ է վերականգնվում։ Ի վերջո այդ ամեն ինչը բան չի, սա ձև չի, եւ ես անձամբ շատ բավարարված եմ, որ ամեն շաբաթ կարող եմ գնալ եկեղեցի, մասնակցել պատարակի, ծնկի գալ եւ այդ թվում մեղքերի թողություն ստանալ։ Դա յուրաքանչյուր մարդու համար կարեւոր է։ Հա նախորդ անգամ դուք հարց եք տվել, ես հետո հարցերով ընկա, մոռացա պատասխանել, հարցրեցիք, ասեք, այդքան շատ մեղքեր ունեք, մեզնից յուրաքանչյուրը շատ մեղք ունի։ Նա մենք բոլորս մարդը մեղավոր է։
Մեկինը մի քիչ ավել, մեկինը մի քիչ պակաս, իմը իհարկե ենթադրվում է, որ ավելի շատ։ Պայմանավորված է իմ պատասխանատվության չափով եւ իմ կարգավիճակի առանձնահատկություններով եւ այլն եւ այդպես շարունակ։ Գուցե իմ կյանքի առանձնահատուկ բովանդակություն։ Եվ ընդհանրապես կարծում եմ, որ մեղքերից ազատվելու ամենաբանում 31-րդ Սաղմոսում ասում է, որ մեղքերս քեզ ցույց կտամ եւ անօրինությունս չեմ թաքցնի քեզնից։ Դա յուրաքանչյուր հավատավոր քրիստոնյայի համար պետք է լինի կրեդո մոտեցում, որովհետեւ մեզնից իմիջայլոց էլ ասեն, որ փարիսեցիները ուզում են փորձության ենթարկել, չէ՞, ուզում են մարդուն դրթել նրան, որ նա ասի, որ ես անմեղ եմ, այսինքն բանի մեղքի տեսակետից անմեղ եմ, որովհետեւ դա ամենամեծ սրբա պղծությունն է, որ երբ որ որևէ մահկանացու ասի ես անմեղ եմ, այդ նշանակում է, որ ինքը իրան աստվածացնում է։ Հետևաբար ես մեղավոր եմ։ Վարչապետ, դուք շաբաթվա սկզբին ընդունեցիք պետքարտուղարի տեղակալին, հաղորդագրությունից կառավարության նաև հայտնի դարձավ, որ աշխատանքային խմբերը Թրամփի ուղու իրականացման շուրջ աշխատում են, նաև պարզ դարձավ, որ այնտեղ արդեն համակարգողը, ոնց որ խումբը ղեկավարողը ամերիկյան կողմից պետքարտուղարի տեղակալի օգնականն է։ Կխնդրեի հստակեցնեիք հայկական կողմում ով է ղեկավարում աշխատանքային խումբը, որ գերատեսչություններն են ներգրավված կամ որ պաշտոնյաները եւ եթե տոկոսայինով գոնե ասեք ծրագրի հետ կապված ինչ տոկոսն է դեռ մշակվել, կարող եք մի քիչ մանրամասնել։ Դե գիտեք, այդ ծրագիրը այնքան մեծ ծրագիր է, որ տոկոս ասելը շատ դժվար կլինի։ Ծրագիրը մշակվում է, ես չգիտեմ առիթ ունեցել եք ներկա գտնվելու կամ տեսնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի միջոցառումը, ես այնտեղ ըստ էության ասել եմ, դա մի շաբաթ առաջ էր, չէ՞, ոնց որ նկատի ունեմ, ես մի շաբաթվա ընթացքում տենց նոր բուրըն իրադարձություններ տեղի չեր ունեցել եւ ինչ որ կա, ամեն ինչ այդ շրջանակում է եւ աշխատանքային խումբ ասածը ինքը շատ նեղ աշխատանքային խմբի մասին կարող է լինել, որովհետեւ արտաքին գործերի նախարարությունում կա իր պատասխանատուն, բայց դա ավելի լայն համատեքստի հարց է, տրանսպորտային ենթակառուցվածքներ եւ այլն եւ մեր մոտ նաև աշխատանքային որոշակի տրամաբանություն կա, որը փոխվարչապետի մակարդակով համակարգում կա եւ կա արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, որ ամերիկյան գործընկերների հետ աշխատում է Վահան Կոստանյանը, իսկ ավելի լայն համակարգում է, ավելի որը ոչ միայն դրան է վերաբերվում սահմանազատում, ենթակառուցվածքներ եւ այլն, փոխվարչապետ մեր Գրիգորյանը։ Պարոն վարչապետ, վերջերս մի էդ է որոշում էր կայացրել մարտի 1-ի գործով եւ ըստ էության արձանագրել էր, որ պետությունը այդ ժամանակվա իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մեղավոր է մարդկանց կյանքի իրավունքը խախտելու մեջ եւ ըստ էության չի ապահովել մարդկանց կյանքի իրավունքը, դեռ հակառակը, ու այդ թեմայով լսումներ տեղի ունեցան ազգային ժողովում 2 օր առաջ, որին հակից որևէ մարդ ներկա չէր, պարոն վարչապետ։ Չնայած մենք գիտենք, որ տարիներ շարունակ այդ թեման է եղել, որ ՀԱԿ-ը շատ կոպիտ ասած մոնոպոլացրել է եւ անընդհատ ինքը ներկա է եղել բոլոր միջոցառումներին, ինքն է գլխավորել այդ միջոցառումները, բայց այս անգամ չկային իրենք ազգային ժողովում, ձեր գործընկերների կամ նախկին գործընկերների ներկա չլինելը ինչպես կբնութագրեք։ Ինչ ներկա չլինելը արդեն բնութագրում է, ես ինչ բնութագրեմ։ Չեմ բնութագրի, թողելով ոչ էլ կմեկնաբանեմ, էլ ինչ կա մեկնաբանելու, բայց այդ ներկա չլինելը արդեն եւ գնահատական է, եւ մեկնաբանություն է, եւ ամեն ինչ է։ Դա ցանկություն չունեմ մեկնաբանել։ Նոր ընկերացնում ըստ որի Արարատյանի հետ որ Էդիսոնքերին է հանդիպել, մերժել է Ամերիկայի առաջարկը, հա պաշտոնական գերիների վերադարձի հարցով, նշել է, որ Հայաստանն ինքնուրույն կարող է այդ խնդիրը լուծել, թեև սա ինչպես նկատում ենք հակասում է, հա օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին եւ ձեր ու Թրամփի պայմանավորվածությանը, որ նա գերիների վերադարձի հետ կապված այդ հարցը քննարկելու է, դուք ինքներդ ձեր ասուլիսում ասացիք, որ այդ հարցը երբևէ դուրս չի գա օրակարգից, թեև դեռևս կետերում չկա։ Ու վերլուծականներ կային, որոնց վերջում նշվում էր, որ հենց Հայաստանի ղեկավարությունը չի ցանկանում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա, որովհետև վտանգ է տեսնում։ Խնդրում եմ երկու մասով էլ հետ կամ հաստատել լուրը մեկնաբանություն։ Ուրեմն, ինչպես գիտեք, ես նույնպես պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ եւ հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին եւ արձանագրելով, որ նախագահ Տրամփը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնարարության մասին եւ ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված
եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ եւ խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Եվ դուք ասացիք երկու մասով էլ մեկնաբանեմ, ձեր ասած երկու մասում էլ մեկնաբանության բան չկա, այն ինֆորմացիայի բերումը, որ ես հենց նոր ձեզ ասացի։ Խոսել է, որ հայ-թուրքական կարգավորումը կապում է հայ-ադրբեջանական կարգավորման հետ, բայց սա մի կողմ Հական Ֆիդանը նաև այսպես ասած Զանգեզուրի միջանցքը ձևակերպումն է կրկին օգտագործել, նշել, որ խոսքը Հայաստանի տարածքի մասին է եւ շահառուն Ադրբեջանն է եւ որ այս խնդրի հետ կապված հարցեր կան, որոնք համաձայնեցված չեն։ Հիմա եթե ուզում եմ հարցնել Ձեր վերջին ելույթներում դուք պարբերաբար նշել եք, որ եթե օրինակ օգտագործվում է այսպես ասած Զանգեզուրի միջանցքի եզրույթը, Ադրբեջանը իր ներքին ճանապարհները նկատի ունի եւ ոչ խոսքը Հայաստանի սահմանների մասին չէ։ Ի վերջո Ադրբեջանից ստացել եք այդ բարձրաբանումը, ինչ նկատի ունեն Զանգեզուրի միջանցք ասելով եւ Թուրքիան ինչ նկատի ունի, երբ ասում է Զանգեզուրի միջանցք։ Ես ուրիշ բան եմ ասել եմ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաների կամ որևէ բանի անուն կարող է որոշել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունով բացի մեր ասածից ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի։ Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա Triplet նախագիծը։ Մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այդ ենք ասում։ Ես ոչ թե նորից, այլ մի անգամ ասել եմ եւ այդ ասածը անընդհատ ուժի մեջ է, որ դա չի կարող այն տերմինաբանությունը, որը մենք չենք ընդունել, մենք չենք սահմանել կամ մենք չենք համաձայնվել, դա չի կարող վերաբերելի լինել Հայաստանի Հանրապետությանը։ Եթե որևէ մեկը այլ տրամաբանությամբ է օգտագործում, դա վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Հաջորդ հարցը Պարոն վարչապետ, այսօր առավոտյան հայտնի դարձավ NVIDIA-ի ծրագրի հետ կապված հետաքրքիր է ձեր կարծիքը դրա նշանակության մասին։ Արդեն իսկ մեկնաբանություններ կան, որ դա ԱՄՆ-ի վստահության մասին է խոսում, որ դիտում է Հայաստանը ոչ արդեն որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, տնտեսական, քաղաքական նոր իրողության մասին է եւ այլն։ Եվ մի հարցել հիբրիդային պատերազմի հետ կապված փորձագետները ընտրությունների նախորդ հովեսփուլում ահազանգում են դրա ահագնացող տեմպերի մասին, հետաքրքիր է ինչ է արվում այդ արտաքին ազդեցությունը նվազեցնելու համար ու միջազգային գործընկերների աջակցության կարիք կա թե չէ այստեղ։ Նախ Firebird ընկերության ծրագրի եւ NVIDIA-ի արտանման լիցենզիայի մասին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Տրամփին, որովհետեւ նաեւ իհարկե այդ ծրագիրը իրականացվում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված մտադրությունների հուշագրի տրամաբանության մեջ եւ նաեւ ես վերջերս առիթ ունեցա նախագահ Տրամփի հետ խոսել այդ թեմայով, որպեսզի ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին ներդրողները եւ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ Սպիտակ տունը պատշաճ եւ շատ արագ արձագանքեց եւ այդ ծրագիրը արդեն ըստ էության վստահաբար ներդրումային ծրագիրը կյանքի կկոչվի։ Ինչ վերաբերում է հիբրիդային եւ շնորհավորում եմ Firebird ընկերությանը եւ ընդհանրապես ոլորտին, տեխնոլոգիական ոլորտին եմ շնորհավորում, որովհետեւ կարծում եմ դա իսկապես շատ ծանրակշիռ նշանակության ներդրումային ծրագիր է եւ մեզ բոլորիս եմ շնորհավորում այդ առիթով։ Եվ ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմի դրսևորումներին, դե տեսեք, հազար ներողություն, տեսեք մենք սենյակներում բանակցությունների մասին ինչ ենք խոսում եւ ինչ հավաստի տեղեկություններ են։ Հավաստի տեղեկությունները ուղիղ հակառակի մասին են եւ որն է մեր գործիքը հիբրիդային այդ սպառնալիքների դեմ պայքարելու, մեր գործիքը թափանցիկությունն է, ժողովրդավարությունն է եւ ակտիվ հաղորդակցությունը հանրության հետ։ Վարչապետ, հարցս շարունակությունն այս հարցի, եթե ներդրումները շարունակվեն 2026 թվականին Հայաստանը կարող է դառնալ AI ոլորտում շատ մեծ տարածաշրջանային կենտրոն, data կենտրոն։ Դուք ինչպես եք դրանան, դուք ինքներդ օգտվում եք AI պրոդուկտներից, ենթադրենք ChatGPT կամ չգիտեմ ուրիշ պրոդուկտներից, վտանգ չեք տեսնում, որ շատ արագ զարգանա։ Ես ընդհանրապես ինձ բռնացրեցիք, որովհետև ես ընդհանրապես չեմ օգտագործում, բայց այսօր WhatsApp-ի այդ բանին արհեստական ինտելեկտին երկու հարց եմ տվել, չկապված քաղաքականության հետ, իսկ սովորաբար չեմ օգտագործում։
Այդքան էլ չէ։ Ընդհանրապես իմ բանը իմ դիտարկումը ինչն է, որ կառավարության նիստերին էլ եմ այդ թեմային անդրադարձել, որ հարցերին պատասխանում են ավելի երկար, քան հարցնողը ակնկալում, ոնց որ արհեստական բանականությունն էլ տենց ամեն դեպս իմ հարցին ավելի երկար պատասխանեց, քան ես ակնկալում էի երկար տեքստով։ Պարոն վարչապետ, տարեմուտին ընդառաջ մի շարք կազմակերպություններ եւ տնտեսագետներ հայտարարում են, որ դուք ՊԵԿ նախագահի առջեւ պայման եք դրել ապահովելու ոչ միայն 2025-ի հարկային մուտքերը, այլև փակելու 2024 թվականի պակասուրդը 224 միլիարդ դրամի եւ հիմա հարկային ծառայությունը անցել է հարկային տերորի, ինչպես պարզաբանեք սա։ Նախ 2024-ին պակասուրդ չկա եւ 2024-ի պակասուրդ դրացնել հասկացություն գոյություն չունի, որովհետեւ եթե մենք դուք հիմա որևէ մեկը փաստ ունենար, որ պետությունը 2024 թվականի իր որևէ ծրագիր չի կատարել, այդ հələ կարելի է մտածել, բայց նման բան չկա եւ բնականաբար չկա նաեւ ձեր ասացի շարունակությունը հետեւաբար ես ընդհանրապես հրապարակային այդ թեմային բազմիցս անդրադառնում եմ իմ հանձնարարականը մեր պետական մարմիններին հետեւյալն է ես ասում եմ որ Հայաստանի Հանրապետության որևէ հարկ վճարող չպետք է հիմք ունենա ասելու որ կառավարությունը կամ հարկային մարմինները իրենցից գանձել են թեկուզ մի լումա ավել շատ հստակ հանձնարարական է բայց պատկերացրիք չէ այսինքն ես ասում եմ չպետք է լինի տնտեսվարող որը հիմք ունենա օբյեկտիվ հիմք ունենա ասելու որ ՊԵԿ-ը իրենից մի լումա ավել գումար է վերցրել քան պետքա վերցներ օրենքով նախատեսված կարգով եւ սա շատ հստակ է երկրորդ բայց շարունակությունն էլ կա ես ասում եմ որ չպետքա նաեւ Հայաստանում լինի հարկային պարտավորություններից խուսափելու որևէ մեխանիզմ եւ պրակտիկա իհարկե կան տնտեսվարողներ ովքեր դիմել են ասում են որ իրենց կարծիքով այս սկզբունքը խախտվում է եւ ես մի քանի նամակներ ստանալուց հետո նաեւ հանձնարարել եմ որպեսզի եւ հրավիրեն նամակի հեղինակ տնտեսվարողներին եւ մեր մարմիններին եւ գործընկերային բարեկամական մթնոլորտում ոչ ՊԵԿ-ում ես փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին եմ հանձնարարել որպեսզի մի հատ հասկանանք իրոք կան անարդարություններ իրոք մենք ինչ որ մի սխալ բան ենք անում մեր տնտեսվարողների նկատմամբ իհարկե չուզենալով որովհետեւ մենք դա չենք ուզում որովհետեւ մենք ահռելի հարգանք եւ պատկառանք ունենք մեր բոլոր հարկ վճարողների նկատմամբ եւ ես առիթը բաց չեմ թողում նրանց շնորհակալություն հայտնել աշխատելու արդյունք ստեղծելու եւ օրենքով սահմանված հարկերը վճարելու համար ես ասեմ ձեզ բոլոր այն դեպքերում երբ որ մենք կարտանագրվի որ մենք անարդար մի լումա գումար ենք վերցրել որևէ մեկից մենք այդ գումարները վերադարձնելու ձևերը կգտնենք Եվ մենք չենք կարող դա ուղղակի դեմա մեր ընկալմանը աշխարհայացքին գաղափարախոսությանը մենք մի լոմա ավել չենք կարող վերցնել։ Եթե կան խնդիրներ, իսկ նամակներ ես ստանում եմ, ենթադրում եմ, որ նույն գուցե այն մարդիկ, ովքեր տեղեկությունը ձեզ փոխանցել են, այդ նամակների հեղինակներն են, ես ուզում եմ նրանց ասել, որ այսինքն նրանք գիտեն, որովհետև պիտի հրավիրած լինեն իրենց կառավարություն, բայց ոչ թե ինչ-որ վարչական քննարկում, այլ աշխատանքային բաց քննարկում անելու, եւ եթե մեր կողմից ինչ-որ թյուրըմբռնում բացահայտվի, պարզվի, մենք անպայման կուղենք եւ եթե իմ ասած սկզբունքից շեղում ա եղել եւ մենք որևէ մեկից ավել լումա ենք վերցրել, այդ ավել լուման կվերադարձնենք, բայց եթե պակաս վճարում ա եղել, այդ պակաս վճարումն էլ պետք է լրացվի։ Եվ եւս մեկ անգամ իմ հարգանքի հավաստիքը եւ իմ շնորհակալությունը Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես փոխանցելու եմ իմ գործընկեր Արաքս Մամուլյանի հարցերը, որովհետև նա կառավարությունում հավատարմագրված չլինելու պատճառով չկարողացավ։ Երկրորդ մամուլի քարտուղարի հաստիկ կբացենք, որ դուք լինեք մյուս լրագրողների մամուլի քարտուղարը։ Խնդրեմ։ Չէ, այստեղ ոչ մի խնդիր չկա գործընկերոջ հարցը փոխանցելու կապված։ Այսինքն չեք ուզում աշխատանքի մտնել կառավարություն, խնդիր չկա։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ին ազգային ժողովում դուք հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմադիրներին ասել եք, եթե ամեն ինչ այդքան վատ է, հեղափոխություն արեք։ Հիմա խնդրում եմ ասել, հեղափոխություն անելու նպատակի իրագործման համար արդյոք թույլատրելի է ազգային ժողովում կամ այլ պետական հասարակական կառույցներում, փողոցներում, հասարակական վայրերում ծխարձակող միջոցների օգտագործումը, փողոցներն անժամկետ փակելը, ռադիոտուն կամ այլ հատուկ պահպանվող տարածք մուտք գործելը, երրորդ կետում նշված կառույցների դուռը կամ որևէ այլ գույք վնասելը խոստումով, որ հետագայում դրանք կվերանորոգվեն։
դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելը, այդպիսի կոչող հանդես գալը, որպեսզի դատավորները չկարողանան որոշումներ կայացնել, ազգային ժողովի շենքը շրջափակելը պատգամավորների ազատ ելումիտը խոչընդոտելով եւ ուսումնական հաստատություններում դասատուների կազմակերպելը, ուսանողներին, աշակերտներին, քաղաքացիներին կոչ անելը դասի չգնալը։ Ինչ կասեք, պարոն վարչապետ։ Մի հատ անեկդոտ կա, այդ անեկդոտը գիտեք, իհարկե այդ անունը կրող բոլոր մարդկանցից բան եմ ներողություն եմ խնդրում, մեկ-մեկին հարցնում, ասում է, անունդ ինչ է, ասում է Սպարտակ, ասում է, ինչի դու որ թիվ ես, որ հիմա այդ հարցից առաջին հարցը այդ որ թվի հարց ենք տալիս։ Ցանկացած բան, որը արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է։ Ցանկացած բան, որը արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է։ Ժողովրդի լեգիտիմ կամքը։ Այն ինչ որ չի արտահայտում ժողովրդի լեգիտիմ կամքը, անթույլատրելի է։ Այն ինչ որ արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է։ Այն ինչ որ չի արտահայտում ժողովրդի լեգիտիմ կամքը, չափվում է ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտման։ Ժողովրդի լեգիտիմ կամքը ինչպես արտահայտվում։ Արտահայտվում է 50+1%-ով։ Հետո ա ձեզ ասել։ Շատ լավ, եթե ես 7% ունեմ, հիմա ինչ գործ ունեմ ստեղ ձեր հարցերին պատասխանելիս։ Հասկացա։ Հարգելիս, դուք ուշադիր չեք իմ հարցի, իմ պատասխանում։ Ես չէի խոսում տոկոս ունեցող չունեցողի մասին, ես խոսում եմ ժողովրդի կամքի մասին։ Այն մարդը չի կարևոր, ով ինչ որ տոկոս ունի կամ չունի, ժողովրդի կամքն է կարևոր։ Ժողովրդի կամքասին ինչ որ բխում է ժողովրդի լեգիտիմ կամքից, կարելի է։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը իր լեգիտիմ կամքը արտահայտելու ձևը միշտ էլ կգտնի, երբ որ այդ լեգիտիմ կամքը ձևավորված լինի։ Կներեք, եւ իմ այստեղ գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է։ Եթե ժողովրդի ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, ինքը անպայման կարտահայտվի։ Թեմաները 7 տարի շարունակ լսում ենք ինչպես է ընդդիմությունը եւ իշխանությունը միմյանց փոխադարձաբար մեղադրում պետական դավաճանության մեջ եւ տպավորություն է ստեղծում, որ երկրում բոլորը գիտեն, որ կան այլ երկրի շահերը պաշտպանող խանձիկ, բայց ազգային անվտանգությունը անգործության է մատնված եւ որևէ արձագանք դրսեւորում այս հացի չի ստանում։ Հասկանալի է, որ սա շարունակում է բաժանել հանրության սպիտակների եւ սևերի եւ ընդհանրապես 26 թվականի ընտրությունների կարող է նաեւ վարչակարգ մակնարկեցնել։ Ինչ պիտի անենք այս առումով, արդյոք ազգային անվտանգության դիրքորոշումը եւ գործողությունները պիտի այլ բնույթի լինեն, քան այսօր մենք նկատում ենք։ Նախ կտրականապես համաձայն չեմ ձեր գնահատականի հետ, չի կարող արճակատման հանգեցնել եւ չի կարող լինել արճակատում։ Երկրորդը ես իմ կարծիքը ասել եմ, իմ կարծիքով 2026 թվականի ընտրությունները խորհրդարանական պետքա լինեն հետեւյալի դրսևորումը նախորդող շրջանի այն քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, ովքեր Հայաստանը առաջնորդել են եւ տարել են դեպի թակարդ եւ պահել են թակարդում, այդ ընտրությունների արդյունքում բոլորը պետքա դուրս մղվեն եւ այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան։ Սա իմ կարծիքն է եւ ես համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա, որովհետեւ այո, ես էլ գիտեմ, մարդկանց հետ շփվում եմ, մարդիկ արդեն զզվել են այդ նախկին ներկա, չգիտեմ, բանից բանավեճերից, քննարկումներից եւ մենք էլ չեմ ասում, որ այդ խոսակցությունները ցավոք հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից եւ մենք նաեւ կուսակցության ֆորմատով ենք քննարկում ունենում, որ մենք պետք է այնուամենայնիվ արդեն դուրս գանք այս տրամաբանությունից եւ քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հայհոյախոսությունը ընդհանրապես տեղ չունի, առավել եւս քաղաքական քննարկումների բովանդակության մեջ։ Հիմա դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, ճիշտ կասեք, դրա համար էլ ես Կիրակի օրերը գնում եմ եւ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում։ Շնորհակալ եմ։